Բաբյան առիթ ունեցաք կնայեք տեսախցիկների Առիթ ունեցաք լսելու արդարադատության համակարգի շուրջ բարեփոխումների տեսլականը, ձեզ համար սպասելի էր, որ ինչ-որ փուլում քաղաքական եւ համակարգում դերակատարություն ունեցող անձը այսպես առաջարկներով հանդես կգա եւ կփոխի իր մոտեցումները շատ հարցերի վերաբերյալ, օրինակ։ Նախ ասեմ, որ մեզ համար շատ հարազատ է այդ գաղափարը, որ Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ, որոնք հիմնականում պետք է կապված լինեն կառավարման մոդելի հետ սահմանադրության եւ երկրորդը, որը նույնպես առանցքային թեմա է, դա բանն է, այդ արդարության համակարգի անկախության երաշխիքների ստեղծումը, որովհետեւ ես լիովին կիսում եմ այն մոտեցումը, որ դատավորները, քննչական մարմինները, չգիտեմ, ինչու՞ չէ կատարողական համակարգը պետք է զերծ լինեն քաղաքական եւ գլխավորապես իշխանության ճնշումներից։ Այդ առումով ինչպես եք այսօրվա վիճակը գնահատում։ Ահա որ Եվ ես կարծում եմ, այսքան վատ երբեք չի եղել։ Այսինքն, եթե անգամ այնպես չի, մենք շատ լուրջ ռեպրեսիաների ենք ենթարկվել, մեր դեմ ինչ ասես կիրառվել է, 5000 ձերբակալված մարդ ենք ունեցել, հարյուրավոր քաղբանտարկյալներ, չգիտեմ, անարդար դատավճիռներ եւ այլն, բայց երբեք չի եղել, որ պետության ղեկավարը վեր կենա ու ըստ էության ասի, օրենքը ես ասենք Այն ինչ-որ կատարվում է օրինակի համար հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ այս ոտնձգությունները, երբ որ մարդկանց բացարձակապես անհիմն տանում են բանտեր, երբ որ ակնհայտ է օրինակի համար, որ վեհապարին հրաժարականի, ինչ ասեմ, դրդելու նպատակով ուղղակի գործ են սարքում իր շրջապատի վրա եւ փորձում են իր վրա ճնշումներ գործադրել, երբ որ ասենք տերը, օրինական տերը եկեղեցու գալիս է կադաստրի թղթով ասում, որ հովանավանքը մեր սեփականությունն է եւ ինչ որ մարդիկ ներխուժել են, որոնք կարգալույծ են, իրավունք չունեն եւ այլն, եւ ոստիկանությունը կանգնում է ոչ թե օրինական սեփականատիրոջ թիկունքին, այլ կանգնում է բանի օրինակ խախտի տվյալ դեպքում վարչապետի թիկունքին։ Սրանն ինչ տրես։ Այսինքն այսպես իսկապես որ երբ որ պետության ղեկավարը դուրս գա ու արդեն հանրայնորեն բացահայտ ասի, որ օրենքը գործում է ուղիղ, այնպես ինչպես ես ուզում եմ, որ այդ օրենքը գործի, այդպես բան չի եղել։ Տակից ինչ-որ բաներ արել են, եղել է, չգիտեմ, այդ հեռախոսային իրավունքը, 1000 մի բան, բնականաբար եղել են խախտումներ, բան, բայց այդ ամեն ինչը եղել է, ասենք, թաքուն եւ ասենց ասեմ, այնպեսի մեթոդներ են, որոնք անտեսանելի են եղել։ Հիմա բացահայտ մարդիկ խախտում են իրավունքը։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իսկապես ամենակարևոր խնդիրներից մեկը այսօր Հայաստանի ժողովրդավարական ազատությունների, քաղաքացիական ազատությունների, չգիտեմ, մեր սահմանադրական ազատությունների վրա մի հատ աննախադեպ գրոհ է գնում եւ պետք է այս ամեն ինչի դեմն առնել։ Բնականաբար մենք տեսնում ենք, որ հարցը միայն Փաշինյանի հեռացման չի, որը անպայման պետք է լինի, մենակ նա հեռացման մեջ չի, այլ նաև համակարգային փոփոխությունների մեջ է, որը պետք է, ասենք, բացառեն նման բաները։ Օրինակ, եթե այս բանը իրագործվի, կամ դրա ավելի լավ մոդիֆիկացված վարիանտները, ասենք, ես բանը բացարձակապես չէի բացառի, որ այսօր մի հատ անկախ քննիչ կկարողանար գնալ ուղղակի արդեն բանի կալանավորման օրդերով գնալ բանի Փաշինյանի մոտ։ Հանգիստ կարար գնալ մեկը Փաշինյանին ձերբակալել այս ամեն ինչի համար։ Բայց օրինակ նախին գլխավոր դատախազը, որը նաև այսօրվա բանախոսներից մեկն էր, ասում էր, եթե օրինակ ԱԱԾ տնօրենը ինձ տար այդ հնարավորությունը, ես կգնայի եւ միջնորդություն կներկայացնեի Նիկոլ Փաշինյանին։ Ինձ թվում է դուք մի քիչ երևի ճիշտ չեք
արտադրում այդ բառերը, որովհետև ինչքան հասկացա, խոսքը նրա մասին է, որ եթե ինչ-որ վարույթ լիներ, որովհետև եթե իմ հասկացածով ինչ-որ գործեր, ինչ-որ մի հանցակազմ կար, որի մեջ մեղադրվում էր Փաշինյանը, եւ այդ հանցակազմը գտնվում, այդ հանցակազմի մասին տեղեկությունը գտնվում են ԱԱԾ-ում։ Իսկ ասում եմ, եթե այդ ԱԱԾ-ն ներկայացրել այդ հանցակազմի մասին տեղեկությունը, ես բարուք հարուսեի։ Ես այդպես եմ հասկացել, չգիտեմ, ու ես ոչ էլ ուզում եմ դատավոր լինեմ այդ հարցում, որովհետեւ ես չգիտեմ իրականության մեջ ինչ ա եղել։ Ես ընդհանրապես ասում եմ, որ այո, մեզ օդի պես պետք են նոր համակարգային մեխանիզմներ, որոնք թույլ կտան հանցագործ վարչապետին կալանավորել, քրեական հետապնդման ենթարկել։ Պարոն Զուրաբյան, երեք Սերժ Սարգսյանի հայտնի այս հարցազրույցից հետո դարձյալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարն ու նրա թիմակիցներն են ակտիվացել։ Ամեն դեպքում ես կցանկանամ մեջբերել Փաշինյանի մի շարք դիտարկումներից մի քանիսը վստահեցրել է այս համատեքստում, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ Հայաստանի Հանրապետության մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները, այս տեսլական օբյեկտիվ չէ Փաշինյանի, արդարացի չէ եւ պետք չէ սպասել արդյոք, որ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը կտա դրական արդյունքներ Հայաստանի Հանրապետությանը։ Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արցվաշենի վերադարձի մասին։ Ասեմ ինչու։ Դա նշանակում է մի բան, որ ինքը պատրաստվում է եւ նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այն 3 անկլավները Քարքին, հայտնի որ Տիգրանաշերտը, Տիգրանակերտն է եւ Տիգրանաշենն է ուսում եւ բանի այդ Տավուշի շրջանի անկլավները, որ վերադարձնի Ադրբեջանը։ Հիմա գիտեք, դա շատ վտանգավոր զարգացում է ու հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ, որովհետև այսօր մի լուծում կա, կամ մենք պետք է փոխանակենք այդ տարածքները, որովհետև ասենք այդ ադրբեջանական անկլավները մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհների վրա են դրված ու պարզվելու է, որ մեր շատ կարևոր ստրատեգիական ճանապարհները անցնելու են Ադրբեջանի տարածքային բանի տակ, վերահսկողության տակ, որը ես կարծում եմ շատ վտանգավոր բան է։ Արցվաշենը այդ առումով ոչ մի խնդրեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որովհետև ինքը մի հատ sense կտրված, մի հատ կղզյակ է, որը ստրատեգիական որևէ ճանապարհ կամ խնդիր չի բարդացնում Ադրբեջանի համար, հետևաբար այս անվստահության պայմաններում, այս կոնֆլիկտայնության պայմաններում, որ մենք այսօր ունենք, եթե մենք գնանք նման փոխանակման, դա էապես խփելու է Հայաստանի անվտանգությանը ու ստրատեգիական շահերին։ Դրա համար այսօր ես տեսնում եմ 2 լուծում հնարավոր։ Մեկ լուծումը դա փոխանակել, ուղղակի փոխանակել անկլավները, անկլավներից այնտեղ այդ անկլավների տարածքային գումարը մոտավորապես նույնն է 38-ից 42 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը գնում։ Դրանք կամ պետք է դա փոխանակել, կամ այդ հարցը հետաձգել շատ երկարաժամկետ առումով եւ զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով եւ արդեն միգուցե չգիտեմ տասնամյակներ հետո մենք կարող ենք անդրադառնալ այդ հարցին կամ ավելի շուտ, եթե մենք համարենք, որ արդեն վստահությունը լիակատար կառուցված է, մենք որևէ խնդիր չունենք, արդեն կարող ենք ապրել այդ նոր բանում, այսինքն կամ հետաձգել կամ փոխանակել։ Սա է լուծումը, այն ինչ որ առաջարկում է Փաշինյանը հերթական հարված է Հայաստանի անվտանգությանը։ Ադրբեջանը ինչ պահանջներ նոր կարող է առաջարկել, մասնավորապես Տիգրանաշենի եւ Արցվաշենի մասը, որտեղ իրենք երկու պարագայում էլ, այսպես ասած, շահեկան դիրքերում են, մեզ ձեռք է տալիս փոխանակում Արցվաշենի, Տիգրանաշենի։ Ադրբեջանը այս պարագայում ինչ նոր պահանջներ կարող է առաջարկել Հայաստանին, որպեսզի նաեւ այդտեղ իրենք շահեկան դիրքերում լինեն։ Իրենք արդեն հայտնվում են շահեկան դիրքերում, եթե ընդհանրապես պահանջում են այդ անկլավների անկլավների նկատմամբ տարածքային ինքնիշխանության
վերականգնում է։ Արդեն հայտնվում են շատ, ես արդեն նկարագրեցի դա։ Ինչքան վատ վիճակի մեջ ենք մենք հայտնվում, եթե դա լինի SL կոնֆլիկտայնության պայմաններում, առավել ևս, որ դուք էլ հարցը տվեցիք, սահմանազատումը դեռ ավարտված չի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շարունակվում է նույն բանը, ճնշումներ, զիջումներ, տերոր, ել չենք ասում, որ սահմանությունը պետք է փոխենք, ել չենք ասում, որ մեր գերիները ու զինվորները միջև հիմա բաներում են, տանջվում, ել չենք ասում, որ բանը լուծված չեն ճանապարհների բացման խնդիրները, միջև հիմա։ Ինչ-որ մի հատ գնաց թույլատվել գա Ալիևը, հետո այդտեղով մեր ճանապարհները գործում են, բացված են, դեբլոկադա է կատարվել, բացարձակապես։ Հայ-թուրքական սահմանը ոնց որ փակել տեսել, փակա, հայ-ադրբեջանական ճանապարհները ոնց որ փակել տեսել, փակեն, բացի մի հատ գնացքի գնալ գալուց, հասկանում եք։ Էլ չեմ ասում, որ հիմա էլ արդեն նորից մեր գլխին մարմնավորվում է մի նոր պահանջի կատարում, որը ոնց որ առանցքային է դառնում, դա 300,000 ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան։ Դրա մասին Ալիևը խոսում է ամեն օր։ Քրթական պատգամավորներն էլ չեն բացառում, որ հնարավոր է գա մի շրջան, որ ադրբեջանցիները կան Հայաստանում ապրելու, հայերը գնան Ադրբեջանում ապրելու։ Շատ լավ, ես նորից եմ ասում, դա հնարավոր է երկարաժամկետ հեռանկարում, երբ որ մեր պետությունը գա այն եզրակացության, որ Ադրբեջանը այլևս չունի ագրեսիվ պլաններ Հայաստանի պետականության նկատմամբ, երբ որ Ադրբեջանում մենք կեզրակացնենք, որ Ադրբեջանում այլևս իսպառ վերածվել է համակարգային հայատյացությունը, որը այսօր ուղղակի բանա, ինչ ասեմ, Ադրբեջանի բնորոշիչ հատկանիշն է դառել համակարգային հայատյացությունը։ Այդ պայմաններում գնալ նման քայլերի դա նշանակում է դու ուղղակի կատարում ես Ադրբեջանի ծրագիրը հայոց պետականության ոչնչացման եւ ժողովրդագրական իրավիճակի փոփոխման եւ այլն եւ այլն։ Մեզ այսօր պետք է խաղաղություն, գումարած երկարաժամկետ մի շրջան Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման, չգիտեմ, վստահության կառուցման, որից հետո կարելի է փոխադարձ հիմքերի վրա քննարկել նաև բնակչության վերադարձի խնդիրը։